Ինչպես զարգացնել Սանահինը եւ այն ավելի ճանաչելի դարձնել աշխարհի համար, ավելացնելով զբոսաշրջիկների թիվը։ Սանահին տարեկան մինչև 100,000 զբոսաշրջիկ է այցելում։ Սանահինը որպես թաղամաս դեռ խորհրդային տարիներից ներառված է եղել Ալավերդի քաղաքի կազմում։ Դրանից հետո 1996-ից եղել է որպես Ալավերդի համայնքի թաղամաս։ Հիմա կառավարությունը հաշվի առնելով նաեւ Ալավերդի համայնքի ղեկավարների առաջարկները, որոշել է առանձնացնել եւ որպես առանձին գյուղ Սանահինն ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում։ Ինքը էլի նույն ձևի մնում է Ալավերդի խոշորացված համայնքի մեջ, բայց գյուղ է դիտարկվում, ոչ թե քաղաքի թաղամաս է դիտարկվում, այլ ինքը դիտարկվում է որպես գյուղ։ Առաջին նպատակներից նա է, որ ինքը տենց ոնց որ կոչվել է դարեր շարունակ, կարելի ասել գյուղ, տենց էլ մնա գյուղ։ Ֆինանսական եւ այլնի հետ կապված կարելի ասել ոչ մի տարբերություն չկա, որովհետեւ էլի մեր համայնքի բնակավայրն է, նույն կերպ է լինելու, ինչ որ միշտ է եղել, այսինքն եթե ծրագրեր կա իրականացնելու, նույն ձևի է իրականացվելու։ Սանահինը Հայաստանի պատմական թերևս ամենահին բնակավայրերից մեկն է։ Այն ունի պատմական միջավայր։ Սանահինը հաղպատի հետ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական եւ մշակութային ժառանգության համատեքստում։ Քանի որ հյուրատները այդքան էլ շատ չեն, բնականաբար քիչ է աշխատատեղերը, բայց պոտենցիալը կա հյուրատների կառուցման եւ երբ կառուցվի, բնականաբար աշխատատեղերներ կավելան։ Վանական համալիրի հենց առաջը գոյություն ունի հին խալխլված համայնքային շենք։ Հիմա նախատեսել ենք այդ շենքը քանդել եւ այդ տարածքը օգտագործել որպես մուտք վանական համալիր։ Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է։ Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ 10-րդ դարից։ Սանահինը հայտնի է եղել որպես հայ միջնադարյան հոգևոր, մշակութային եւ գիտակրթական նշանավոր կենտրոն։ Մշտական բնակվող 200 տնտեսություն ունեցող Սանահին գյուղը Ալավերդի քաղաքից որոշակիորեն առանձնացած է։ 2017 եւ 22 թվականների երկփուլ խոշորացումից հետո Սանահինը չունի վարչական ղեկավար եւ օպերատոր, եւ բնակիչները ստիպված են օրինակ հասարակ տեղեկանքի համար գնալ հասնել Ալավերդու համայնքապետարան։ Առանձին գյուղական բնակավայրերի կարգավիճակ տալու պարագայում գյուղը վարչական շենք կունենա եւ հետեւաբար վարչական ղեկավար եւ օպերատոր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։